Մեր հայրերը իրենց աղոթքներում միշտ խնդրել են Աստծուն, որպեսզի խոստովանությամբ և հաղորդության ճաշակմամբ այս աշխարհից հեռանան։ Անգամ սրբերը անհանգստացել են իրենց հավիտենական կյանքի համար և միշտ աղոթել են դրա համար։ Միշտ Աստվածամոր բարեխոսությունն են խնդրել։ Շատերը տարված լինելով բողոքականների մոլորություններով մտածում են, թե մահից հետո միանգամից պիտի գնան և Աստծո առջև կանգնելով ինչ-որ երանելի վիճակներ ապրեն։ Բայց Աստծո կողմից տրված մեր սուրբ հայրերին հայտնությունը ուրիշ բան է ասում։ Մեր սուրբ հայրերը, ինչպես օրինակ Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացին, Սուրբ Եփրեմ Ասորին և այլ շատ հայրեր, խոսում են մաքսավորների մասին, օդային մաքսավորներ, որոնք դևեր են, ովքեր երբ որ հոգին բարձրանում է առ Աստված հրեշտակների հետ, նրան կանգնեցնում են և պահանջում են իրենցը։ Վարդան Այգեկցին ասում է, որ եթե հոգին կատարած է լինում դևերի կամքը, հրեշտակները թողնում են, որ փոքր ինչ դևերը նեղեն հոգին, և այդժամ ասում են նրան. ինչու էր կատարում նրանց կամքը։ Ամեն ինչի համար պատասխան է պահանջվելու, թե նայվածքի համար, թե խոսքի համար, թե մեր լսած անգամ երգերի համար, պիղծ ինչ-որ պոռնոգական երգեր, գուսանական, նույն ամերիկյան այդ ամեն ինչը ռեփեր, ռոքեր, որոնց մեջ ինչ պղծություն ասես կա, թե նաև հայկական մեր երգու երաժշտությունը։ Հաճախ մենք լսում ենք այդպիսի երգեր, որոնց մեջ ինչ ասես ասվում է և մտածում ենք, թե անվնաս մի բան է, բայց անգամ դրա համար պիտի պահանջվի մեզանից, որովհետև այդ ամենը Աստծո գործը չէ, այդ ամենը Աստծուց տրված չէ, ընդհակառակը այդ ամենը դևերի կողմից հորինված բաներ են, որոնք հորինվել են, որպեսզի մարդուն շեղեն ապաշխարության ճանապարհից, աստվածգիտության ճանապարհից և ընդհանրապես Աստծո կամքը կատարելուց։ Դրա համար մենք պիտի շատ ուշադիր լինենք, թե ինչպես ենք ապրում։ Դրա համար մենք պիտի շատ ուշադիր լինենք, թե ինչպես ենք հավատում, արդյոք մեր հավատքը ուղղափառ է, արդյոք մենք եկեղեցու հավատավոր զավակ ենք, արդյոք մենք մեր հայրերի ժառանգությունը ունենք, դրա կրողն ենք, արդյոք մենք մեր հայրերի ճանապարհն ենք շարունակում, թե բողոքականությանն ենք հարում, թե աղանդավորությանն ենք հարում և մտածում, որ պիտի փրկվենք։ Եթե մենք փրկվողների ճանապարհից շեղված ենք, եթե մենք չենք լսում մեր հայրերին և մտածում ենք, որ նոր ճանապարհներ կարող ենք հորինել, ուրեմն իհարկե մենք կործանման ճանապարհով պիտի գնանք։ Մահից հետո հոգին արդեն ամեն բան պարզ տեսնում է, թե ինչերի մեջ է եղել և ուղղակի երանի է տալիս, որ մի քանի ժամանակ տրվեր, որպեսզի ապաշխարի, բայց արդեն ուշ է լինում։ Եվ այդ նույն դևերը նրանից պատասխան են պահանջելու։ Իրենցը տեսնելով հոգու մեջ, պիտի հրեշտակներին ասեն, որ սա մերն է։ Իհարկե, մինչև Աստծո դատաստանը որևէ մեկը չի ստանալու հոգին, բայց հոգին պիտի սարսափի։ Հոգին պիտի հասկանա, որ դևերի կամքով է ապրել և ոչ թե Աստծո, որովհետև Աստված երբեք մեզ չի պատվիրել, որ գնանք և լսենք պիղծ երգեր, պոռնոգրաֆիկ ֆիլմեր նայենք կամ անգամ սերիալներ, որոնց մեջ շնության տեսարաններ կան, անօրեն կապեր կան։ Չի պատվիրել լսել այնպիսի երգեր, որոնք արթնացնում են մեր կրքերը և մղում են մեզ հեշտության։ Չի պատվիրել մեզ եկեղեցուց հեռանալ և հարել աղանդներին։ Չի պատվիրել մեզ, որպեսզի ատենք միմյանց։ Չի պատվիրել գողանալ, սպանել, չի պատվիրել նայել և ցանկանալ կնոջը կամ ընդհակառակը տղամարդուն։ Աստված չի պատվիրել, որ գնանք և մասնակցենք ինչ-որ սթենդափների, ինչ-որ խեղկատակությունների, որտեղ ծաղրվում է հավատը, ծաղրվում են մարդիկ և այլն և այլն։
Անգամ եթե չեք մասնակցում, բայց հեռուստացույցով հաճույքով նայում եք այդ ամենը, հենց դրա համար էլ պիտի պատասխան պահանջվի։ Ասված է, որ ոչ միայն մասնակցողները, այլև հավանություն տվողները պիտի պատիժ կրեն։ Աստված չի ասել, որպեսզի պառակտման գործերին մասնակցենք։ Աստված մեզ չի պատվիրել, որպեսզի առաջնորդվենք ճակերտավոր հոգևոր բլոգերների ուսմունքներով, ովքեր այսօր գնոստիցիզմ են քարոզում, յոգա են քարոզում եւ մնացած այլ մոլորությունները։ Աստված մեզ չի ասել, որ առաջնորդվեք ճակերտավոր աստղերի հոգևոր փորձառությամբ։ Աստված մեզ ուղիղ ճանապարհ է տվել։ Աստված մեզ ուղղափառության ճանապարհն է ցույց տվել մեր հայրերի միջոցով։ Մենք գիտենք, որ անգամ մկրտության սուրբ խորհուրդը կատարելուց հետո մարդիկ հավաքվում են ռեստորաններում, սկսում պարել, թռչկոտալ, ինչ-որ ճակերտավոր ուրախության է տրվել։ Այդտեղ հնչում են հենց այդ նույն երգերը, թե ամերիկյան, թե հայկական, թե ռուսական, որոնց մեջ հիմնականում հենց անօրեն կապերը եւ այլասերությունն է գովազդվում։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ այս կյանքը տրված չէ այդ ամենի համար։ Այս կյանքը տված է, որպեսզի մարդը պատրաստվի հավիտենական կյանքին։ Դրա համար է Տերը ասում Երանի սգավորներին, նրանք, ովքեր հանապաս սգում են իրենց մեղքերի համար, ովքեր անընդհատ ապաշխարության մեջ են, ոչ թե հուսահատության, այլ ապաշխարության, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի Աստծո կամքով ապրեն, ովքեր ամեն բան անում են, որպեսզի հետևեն իրենց հայրերի օրինակին, այսինքն եկեղեցու սուրբ հայրերի օրինակին։ Եթե մենք այս կյանքում ապրում ենք այնպես, ինչպես հիմա ես նկարագրեցի, մենք ինչպես կարող ենք երկնային արքայություն մտնել։ Ինչպես կարող է կինը, որը սովոր է իր մարմինը բացել, ցուցադրել, օծանելիքներով հրապուրել տղամարդկանց, զարդարվել եւ այլն, ինչպես կարող է միանալ Սուրբ Կույսերի դասերին։ Դուք տեսել եք սրբապատկերների վրա ինչպես են պատկերված Սուրբ Կույսերը։ Ինչպես կարող է կիսամերկ կինը, ով որ ամբողջ կյանքում իր մարմինը մերկացրել է, որ ամբողջ կյանքում իր ոտքերը, իր կրծքերը, իր թևերը, իր ուսերը, իր պարանոցը ցուցադրել է տղամարդկանց եւ դրանով գայթակղել, մտնի երկնային արքայություն։ Այնտեղ էլ այդպես պիտի անի։ Որովհետեւ եթե այս կյանքում մարդը այդպիսին է, այնտեղ այլևս փոխվելու հնարավորությունը չպիտի լինի։ Այսինքն եթե անգամ պատկերացնենք, որ մարդը մտավ երկնքի արքայություն, նույն բանը այնտեղ պիտի անի, բայց այնտեղ կատարյալ մաքրություն է, սրբություն է եւ այդ ամենը անընդունելի է։ Եթե մենք սովոր ենք այստեղ ինչ-որ ֆիլմեր նայել, որտեղ ազատ հարաբերությունները, անօրեն հարաբերությունները նորմալ է մեզ թվում, ուրեմն ինչպես կարող ենք մտնել երկնքի արքայություն, որտեղ չկան այդ կրքերը, որտեղ մարդը սրբության մեջ պիտի լինի։ Իսկ իմ ասածը ոչ մի կերպ կապ չունի սրբության հետ։ Եթե դուք սովոր եք պարել, թռչկոտալ աստղերի համերգներին, որտեղ աստղերը եւ նրանց պարային խմբերը կիսամերկ թռչկոտում են բեմերի վրա եւ ինչ որ նորից անօրեն կապերի մասին են երգում, իբրև թե սիրո մասին, որովհետեւ այսօր այդ անօրենությունները սեր բառով են նկարագրվում, այսինքն մարդիկ գաղափարել չունեն սերը ինչ բան է, ապա ինչպես կարող ենք այդ ամենը մեր մեջ ունենալով, կրելով մտնել երկնքի արքայություն, չենք կարող, այնտեղ ոչ մի պիղծ բան չի մտնելու, ոչ մի պիղծ բան չի կարող, ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել երկնքի արքայություն, եւ միայն եկեղեցով, ապաշխարությամբ, հաղորդությամբ, մեղքերի խոստովանությամբ կարելի է հույս ունենալ, որ ես մեկ օր կմտնեմ արքայություն, որ դատաստանի օրը կլսեմ, թե եկեք իմ հոր օրհնյալներ, մտեք ձեզ համար նախատեսված արքայությունը։ Իսկ եթե ես ամբողջ կյանքում սատանայի կամքն եմ կատարել, եւ մեր սուրբ հայրերը ասում են, որ այս ամենը ինչ որ ասացի, դրանք սատանայական հորինվածքներ են։ Նույն այդ
զարդարանքները, շպարվելը կանանց, չէ, հատուկ զգեստներ հագնել, որպեսզի գայթակղիչ Երևան, Կայենի ցեղի կանանցից է եկել, ովքեր այդպես են արել, որպեսզի հրապուրեն տղամարդկանց, եւ դա մեղք է համարվել, եւ մինչ օրս մեղք է, եթե կինը իրեն այդպես է պահում, ուրեմն ինչպես կարող է հույս ունենալ, որ պիտի օրինակի համար Սուրբ Հռիփսիմեի հետ նույն արքայության մեջ լինի։ Կամ եթե տղամարդիկ անընդհատ իրենց հայացքով կին են փնտրում, գայթակղվում են, սովոր են այդ ամենի մեջ ապրել, հաճույքների մեջ են ապրում, ուտել, խմել, ծխել եւ այլն, ինչպես կարող են մտնել երկնքի արքայություն։ Այնտեղ այդ ամենը չկա։ Այդ ամենը ոչ միայն չկա, այլ այդ ամենը մեղք է համարվում։ Այդ ամենը ուղղակի համատեղելի չէ արքայության հետ։ Այդ ամենը դատապարտելի է եւ այդ ամենի պատճառով շատ շատերը պիտի զրկվեն իրենց հավիտենական կյանքից։